Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, տևական ժամանակ է խոսվում է հիբրիդային պատերազմ եզրույթի եւ երևույթի մասին եւ տպավորություն է, որ դա ինչ-որ մի մոդայիկ արտահայտություն է, որ բոլորը սկսել են այսպես դրա մասին խոսել, բոլորը սկսել են դա մեկնաբանել, բայց հասկանանք, ինչ ասել է հիբրիդային պատերազմ եւ տևական ժամանակ է խոսվում է, որ մենք հիբրիդային պատերազմի ներքո ենք, ինչ կարող ենք մենք անել այդ համատեքստում եւ քանի որ արժևում 1 ամիս ու կեսից էլ պակաս ժամանակ է մնացել ընտրություններին, հասկանալի է, որ այդ հիբրիդային հարձակումները եւ կամ պատերազմը սաստկանալու է։ Գիտեք, վերջին շրջանում շատ էմոցիոնալ, այսպես թեմաներ դարձել են քննարկման եւ շահարկման առարկա, մեկ օրինակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, այսպես ասած, քանդելու հետ կապված սուտ տեղեկությունները, որոնք ամիսներ շարունակ մեդիա դաշտում են նաեւ տեղ գտել։ Հասկանանք, ինչ նպատակ ունեն այդ ինֆորմացիաները, հատկապես ինֆորմացիոն արշավները եւ ինչ ասել է հիբրիդային պատերազմ, հիբրիդային հարձակումներ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ու պարզ է մեծ թեմա է, սկզբից ասեմ հիբրիդային պատերազմ հասկացության մեջ ինչ է մտնում։ Նաև այդ թվում ապատեղեկատվությունը, նաև այդ թվում մանիպուլյացիան, բայց հիբրիդային պատերազմը ավելի լայն հասկացություն է, քանի որ դրա մեջ մտնում են նույնիսկ անել ուժային քայլեր։ Ասենք սադրանքներ, ինչ որ հրդե իրականացնել, ասենք վարել, ոչնչացնել ինչ-որ բենզալցակայան, դա էլ օգտագործում են։ Օրինակ Եվրոպայի դեմ քայլեր երբ որ արվում են հայտնի պետության կողմից, հաճախ հիբրիդային պատերազմի տարրերն են, երբ որ դրոնը ուղարկում են։ Դա մարտական դրոն չի, դուք կարող ասել եք ինչու՞մ է խնդրեմը, բայց պատկերացնում եք դրոնը հատում է սահմանը, անօրինական մտնում է այլ երկրի մեջ, ինչ խուճապ է առաջացնում, չէ՞։ Հիշում եք Ռուսաստանը բավական ակտիվ մի ժամանակ օգտագործում էր Էստոնիայի դեմ, Շվեցիայի, Դանիայի, նույնիսկ հասան իրանց դրոնները Գերմանիա, բայց միտքս ինչու՞մ է։ Գլխավորը նույնիսկ դա չի, ով ուղարկեց որտեղ, դա հիբրիդային պատերազմի տարրերն են։ Եթե խուճապ ես առաջացնում հասարակության ներսում, երբ որ ապատեղեկատվություն տարածում ես, երբ որ անում ես քայլեր հարվածելով ինքնությունը այս կամ այն ժողովրդի։ Ուրեմն անցնում ենք մեր դեպքի Հայաստանի հետ կապված։ Ուրեմն հիբրիդային պատերազմ պետությունները օգտագործում են պետությունների դեմ, մեր դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի տարրեր օգտագործում է, քանի որ ուզում է, որ ստեղ պրո-ռուսական, ռուսամետ ուժեր ընտրվեն, իրանք չեն ուզում, որ Հայաստանը ժողովրդավար լինի, չեն ուզում խաղաղություն լինի, այս հիբրիդային պատերազմի տարրերը մենք տեսնում ենք, չէ, երբ որ իրար հետևից, ասենք մի շաբաթ, 10 օր, իրար հետևից առաջի, երկրորդ, 4-րդ, 5-րդ, 15-րդ պաշտոնյաները մեր դեմ խոսում են տարբեր թեմաների հետ կապված։ Հետո գալիս է հերթը փորձագետների, հետո փորձագետները մեր դեմ խոսում են, հետո ներսում Հայաստանի պրոռուսական ուժերը նույն թեզեն կրկնում են, որ խաղաղությունը դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիա է, որ օրինակ Ղարաբաղի դեպքում այս սրանք են հանձնե, ինչ եմ ուզում ասել։ Դուք տեսակ չէ, եւ ինֆորմացիոն պատերազմի տարեր մենք տեսնում ենք եւ մանիպուլյացիաներ, ոչ բոլոր անգամ է, որ 100%-անոց սուտ է։ Շուտ մոտ իրականության ինչ որ ինֆորմացիա է, բայց ոչ տեղին ասված, ոչ հիմա ավարտելով այդ ձեր հարցին պատասխանի, ուրեմն ուզում եմ ասել, պետությունների դեմ օգտագործում են, բայց մեր դեմ հիբրիդային պատերազմը ինչով է առանձնահատուկ։ Ոչ միայն դերսից մենք ստանում ենք այդ վտանգները ու պետք է արձագանքի։ Նաև ներսում կան ուժեր, որոնք այդ դրսի մեսիջները ծաղկացնում, զարգացնում են։ Ես ասացի, ու ձեզ պետք է տեղյակ պահել, մեր եվրոպացի գործընկերների հետ մենք ուսումնասիրություններ անում ենք, վերջի ուսումնասիրությունները Փարիզ բուն իմաստով վերջի մի ամսվա ինչ են ցույց տալի։ Գլխավոր 3 նարատիվներ մեր դեմ օգտագործում են։ Ուսումնասիրությունները ինչի, Հայաստանին վերաբերող, Հայաստանի սոցցանցերի, on-line ռեսուրսների եւ հեռուստաալիքների, թոք-շոուները, քաղաքական բարձ ծրագրերի մասին ցույց են տալիս, որ մեր դեմ օգտագործում են եւ դերսից եւ ներսի ուժերը, ոչ սպառնալիքները կամ հիբրիդային քայլերը, ոչ Ղարաբաղը հանձնվել է,
գործող իշխանությունների կողմից։ Դες այդ ինչ չի արել իշխանությունը իրենց վրա բարդում են։ Երկրորդը, որ այս process-ը, բարդ process-ը շատ զգայուն Ադրբեջանի հետ ինչ որ ակնհայտ հաջողություններ կան, բայց բարդ process է գնում։ Այդ դա վերածել նրան, որ դա զիջման process է։ Կապիտուլյացիայի process, ինչը ակնհայտ սուտ է, բայց դա օգտվում է ու երրորդը ինչ հիմա առաջ եկավ, որ ֆալսիֆիկացվում են ընտրությունները Հայաստանում։ Դուք պատկերացնում եք, անհետեթություն։ Այս իշխանություններին ամեն ինչ ուզում ես կարող ես ասել, գովալ, առանձին դեպքում քննադատել, բայց այս իշխանությունը մեկ հարցով փայլ ուներ։ Բոլոր ընտրությունները մաքուր անցկացրեցին, նույնիսկ այս ամենադաժան ընդդիմությունը բողոք չէ ուղարկե, ոչ Գյումրիի ընտրությունների հետ կապված, որ վաղաշաբաթի, ոչ էլ երկու ազգային ժողովի ընտրություններին, որոնք հիշում եք եղել են 2018 թվին եւ 21 թվին։ Միտքս ինչու՞մ է։ Այդ է հիբրիդը, երբ որ ականհայտ սուտ տարածվում է եւ նաեւ արվում են քայլեր։ Ստեղ պետք է նաեւ զգուշացնեմ կառավարությանը, իմ կարծիքով գնալով ավելի կոշտ քայլերի կգնան։ Նույնիսկ սադրանքներ Օրինակ, սադրանքներ կարող են լինել, ասենք ծեծ ու ջարդ կազմակերպեն ոստիկանների հետ։ Օրինակ, ինչ իմաստ ունի դատարանը դատ է անում, ինչ որ մարդը հարցն են։ Ինչ իմաստ ունի 3000 հոգով գնալ դատարանը շրջապատել։ Գնացեք 100 հոգով, պլակատներով, եթե ուզում եք աջակցել, այդ ինչ իմաստ ունի։ Ահա, ստիպված իշխանությունը ոստիկանություն է բերում, ահա, բախումը անխուսափելի է։ Ցանկացած երկրում մի հատ գնացեք, նայեք ինչ է կատարվում Եվրոպայում։ Այսինքն փորձ են անում բախում առաջացնել ոստիկանների ու ցուցարարների միջև ամեն կերպ։ Ու դա անխուսափելի է, եթե դու ուղարկում ես 3000 հոգի մարդ, ինչ որ փոքր տարածքի մեջ, ճնշում գործադրել դատարանին, իշխանությունը պարտավոր է պաշտպանել դատարանը, չէ՞, ավտոմատ լարվածություն կլինի։ Հիմա ասում են Ժողովուրդ ջան, տեսակ, ստեղ արդար ընտրություն չի, տեսակ ընդդիմադիր տեխնացուի կողմնակիցներին ձերբակալեցին տարան կալանավորեցին։ Այդ դասական հիբրիդ է։ Ոչ մի անհրաժեշտություն չկա դատարանի որոշման հետ կապված 3000 հոգի ուղարկել։ Ուղարկեք 200 հոգի, ցույց տվեք ձեր այդ աջակցությունը կամ կաջակցել ձեր առաջնորդին կամ կուսակցության անդամին, բայց ուղարկում են 3000 վաղը, եթե կարողանան 10000 էլ կուղարկեն, եթե կարողանային, կասկածում են, որ կարող են, ինչի համար որ լարվածություն լինի, որ բախում լինի, որ վաղը ասեն, տեսակ, Էսա նախընտրականն է, չէ՞, մենք ռեալ նախընտրական։ Ինչ եմ ուզում ասել, այսա հիբրիդ է, որ մարդիկ պետք է հասկանան, որ դա անպայման չի պայքար արդարության դեմ, քանի որ մեզ մոտ ուժեղ է ֆիքսված, որ արդարության դեմ պայքարը նաև պարունակում է բռնության տարեր, բայց ես հարց եմ տալիս, բռնություն անհրաժեշտ էր այս 7-8 տարվա ընտրությունների ժամանակ։ Ինչ որտեղ բռնություն անհրաժեշտ էր քո առաջ տանելը։ Գնում էր ազատ քվեարկում էր, կուսակցությունները ազատ քարոզչություն են տանում, էլի մեր վերլուծությունը եվրոպացիների հետ ինչ էր ցույց տալիս, ապշեցուցիվ ձեզ ասեմ։ Ես ասացի, որ հատվածը մենք ուսումնասիրել ենք ԶԼՄ-ների։ Հեռուստաալիքներ, գլխավոր տոք-շոուներ, on-line ռեսուրսներ եւ սոցցանցեր ամբողջությամբ Twitter-ից սկսած, Facebook-ով, TikTok-ով ցույց են տալիս, որ 60% նյութերի ընդդիմադիր նյութերն են։ 60% ընդդիմադիր են գործող Այսինքն այդ իշխանությունների։ դաշտում ընդդիմությունը առնվազն առավելություն ունի, որևէ ճնշման մասին խոսք չկա, ինչի մասին է խոսում խոսքը։ Ազատ ինչ ուզում են, ասում են, երբ ուզում ասում են, նաև բռնության կոչեր կան, նաև կոշտ հռետորաբանություն կա, hate speech կոչվածը, ես դեմ եմ դրան, բայց էդ էլ կա, էլ ինչ եք ուզում։ Ահա, բայց եթե դուք լսեք ընդդիմադիրներին, ինչ են ասում։ 37 թիվն է։ 37 թիվն է, մեզ ճնշում խոսքի հնարավորություն չեն տալիս, բայց հասկանում եք, երբ որ արհեստական բանականությունը եւ այս IT ոլորտը հաշվարկ են անում, իրենք ազգությունը չեն տեսնում կամ այդ ուժերի բաները չեն տեսնում կողմ որոշումը, իրենք ուղղակի ֆիքսում են, ինչքան ծավալը որն է քննադատող Նիկոլ Փաշինյանին կամ կառավարությանը, հասկացաք, չէ՞, իրենք չգիտեմ ով է քննադատում, ջոկողություն չեն անում, օբյեկտիվ, մաթեմատիկական
մեխանիզմ է ու աշխատում է։ Ուրեմն հիբրիդային պատերազմը լուրջ բան է, շատ լավ է, որ կառավարությունը ինչքան գիտեմ հիմա զբաղվում է այդ հարցով ավելի առարկայական, որ չկրկնվեն խնդիրներ, որոնք կային Մոլդովայում։ Օրինակ, որովհետև քիչ չեն խոսակցությունները, որ պետք է Մոլդովայի փորձը բերել այստեղ ներդնել։ Ու հենց եվրոպացիք, որ աշխատում են, նաև մեջը կան փորձագետներ Մոլդովայից, Ռումինիայից, հենց այդ փորձը, օրինակ Մոլդովայի փորձը ոչ միայն ինֆորմացիոն դաշտով պատերազմ էր գնում Մոլդովայի դեմոկրատների դեմ, նաև ֆիզիկապես ուղղակի պրո-ռուսական Մոլդովայի քաղաքացիներին բերում էին Մոսկվայից, տարբեր տեղերից, լցնում էին Կիշինյով, հենց Մեծդնեստրից։ Մեծդնեստրում շատ են ապրում Մոլդովայի քաղաքացիներ, այդ Մեծդնեստրը դե յուրե Մոլդովայի է, բայց հիմա չի ենթարկվում։ Հիմա այնտեղից Մոլդովայի անձնագրով մարդիկ իրավունք ունեին քվեարկել, սահմանը հատում էին Մոլդովա մտնում էին ու իրենց բերում էին նպատակաուղված, հավաքագրված ու հիմա այդ մեծ գաղտնիք չի, որ Ռուսաստանում պատրաստվում են այս ձևի խմբեր ուղարկել, այդ ես չէ, որ ասում են այդ ինֆորմացիան 10-20 տեղից է գալիս, այո, այս ձևի վտանգներ կան, որ ինչ որ մարդկանց Հայաստանի քաղաքացիներին էմոցիաների վրա խաղալով կբերեն, որ իրենք քվեարկեն ի օգուտ ռուսամետ ուժերի ու դա ուղղորդվում է Ռուսաստանի իշխանության կողմից։ Որոնք են այդ գլխավոր էմոցիոնալ կետերը, մեր վախերը, թուլությունները, որոնց վրա փորձում է ճակերտավոր թշնամին խաղալ հիբրիդային պատերազմի իր ռազմավարությունը գծելու համատեքստում, այսինքն որոնք են ըստ իրենց հայ հասարակության այն թույլ կետերը, որոնց միջոցով փորձում է հանրության, հասարակության գիտակցության վրա ազդել եւ նաեւ այդ երեք նարատիվները, որոնց մասին խոսեցիք, Արցախի իբրև թե հանձնելը, խաղաղության գործընթացի թիրախավորելը եւ ընտրությունների նաեւ այո, ապա լեգիտիմացումը, ինչ նպատակ է հետապնդում։ Նույնիսկ ապա լեգիտիմացում, այս տերմինը ավելի ճիշտ է, որ փորձ է արվում ասել, որ տեսակ անընդհատ խախտումներ են անում։ Բայց նպատակը ո՞րն է, պարոն Գրիգորյան, ինչ խնդիր են ուզում դրանով լուծել եւ այն էմոցիոնալ մեր կետերը, որոնց վրա փորձում են այսպես հարվածել։ Նայեք, անկեղծ խոսենք այսօրվա ռեալությունը։ Կա Նիկոլ Փաշինյան ու քաղ պայմանագիր մի կողմից, միանշանակ դեմոկրատական ուժ, միանշանակ ուժ, որը գնում է դեպի խաղաղություն, որին մենք հազար մի բան կարող ենք ասել, բայց այդ ուղղությունները անշեղելի է։ Ազատություններ, նաև այդ խոսքի ազատություն գումարած խաղաղության օրակարգ։ Ու կան գլխավոր 3-4, միգուցե 5 ուժեր, որոնք ավելի շատ, այն 3 հասկանալի է ովքեր են կապված նախկին նախագահի հետ, մյուսը Սամվել Կարապետյանի հետ, մյուսը Գագիկ Ծառուկյանի հետ, այդ ուժերը, որոնք չեն թաքցնում, որ իրենք ռուսաստանյան օրակարգով են շարժվում, որ ՀԱՊԿ կարևոր է, որ Ռուսաստանը կարևոր է, ԵԱՏՄ-ն կարևոր է, ու եթե դուք հիշում եք Պուտինի օրինակ ելույթներից հետո իրանք բոլոր այդ թեզերը կրկնեցին, այլ կամ այն մեկնաբանությամբ, բայց բոլորը կրկնեցին։ Ու այդ պրոռուսական ուժերը, ես ասում եմ, կարելի ասել ռուսամետ ուժերը։ Էսա պայքարը գնալու այս ընտրությունների ժամանակ։ Միգուցե ավելի լավ կլիներ ավելի հարուստ միջավայր քաղաքական ունենանք, բայց այսօր էսա ռեալությունը։ Ու ստացվում է, որ այս պրոռուսական ուժերը պետք է ինչ-որ հակադրվեն իշխող ուժին։ Ինչ են դրա դեմը առնում բերում։ Նաև այդ թվում խաղալով մեր սփյուռքայության լարերի վրա։ Մեր սփյուռքայությունը ամբողջ աշխարհով մեկ հայրենասեր է։ Գերակշռող մասը հայրենիք սիրող են ու դրա վրա խաղում են։ Ասում են, չէ, այս իշխանությունն է Ղարաբաղը հանձնել։ Ոչ թե Պուտինը, ուզում են դեմքը Պուտինի մաքրել։ Ոչ թե Պուտինը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ այս իշխանությունները։ То есть այս էմոցիոնալ մասը, ու այդ իրոք էմոցիոնալ մասը մեր պատմական հայրենիք, կորուստ, անկեղծ խոսենք, ահա։ Բայց սա մենք հասկանում ենք սուտ է, բայց դրա վրա խաղում են էդ էլ ռուսահայությունը, որը դժվար վիճակում է։ Ռուսաստանում Facebook-ը չի աշխատում, YouTube-ը չի աշխատում, բոլոր լրատվամիջոցները փակ են, հայությունը չունի հնարավորություն օբյեկտիվ ինֆորմացիա ամբողջությամբ ստանալ։ Մասամբ ստանում են բարձա բարեկամների միջոցով։ Հիմա այս էմոցիոնալ, երկրորդ էմոցիոնալը այդ շատ ուժեղ է կապված խաղաղություն Ադրբեջանի հետ, որ ոչ մի խաղաղություն չկա, ուղղակի թելադրանքն է Ադրբեջանի, այս իշխանությունը կատարում է ու ի վերջո մենք կդառնանք Թուրքաստան վիլայետ են ասում, վիլայետ Թուրքիայի, Թուրքիան նախ չի բացում սահմանը, դա նշանակում է այս
կեղծ նարատիվներն են, բայց սա էլ էմոցիոնալ մասն է։ Այսինքն վախի մթնոլորտի վրա են փորձում խաղալ։ Եվ վախ, ճիշտ է, որ ես կասեի այդպես, որ այս իշխանության խաղաղության ծրագիրը դա խաղաղություն չի, այլ պատերազմի կբերի այդ միջոց վերջի ժամանակներս այդ թեզը առաջ են բերում։ Այո, մենք պրոդեմոկրատական մարդիկ ինչ ենք ասում, հենց ձեր գալը ու ակտուալացնելը Ղարաբաղի հարցի կբերի պատերազմական գործողությունների շատ հավանական է։ Իրանք հիմա մանևրում են, էլի, հակառակն են ուզում ասել, բայց սա կարևորը չի։ Նաև երրորդ ես կասեի ինքնության թեման շոշափելը։ Ցեղասպանության հետ կապված հարցը, որ սրանք մոռացության են մատնում, չգիտեմ, էս չեն անում, այն չեն անում։ Արարատ լեռը, Մասիսարը, Արարատ լեռը ու այն պրագմատիկ քաղաքականությունը, որը իր մեջ ունի շատ լուրջ կետեր ու կարևոր մեզ համար, մի քիչ պրագմատիկ լինել, առանձին դեպքերում պետք է 100 անգամ խոսել Մասիս լեռան մասին կամ այլ ցավոտ հարցեր մեր հարևանների համար։ Ոչ թե մենք ինչ որ բան մոռանում ենք, ուղղակի հասկանում ենք, որ եթե մենք ուզում ենք ստեղ ապրել, ստեղ գոյատևել, ուզած հարևանների հետ էլ պետք է աշխատես։ Ոչ միայն Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Եվրոմիության միացյալները, ինչ անհրաժեշտ է, բացի դրանից հարևանների հետ ինչ որ չափով պետք է այդ ռացիոնալ քաղաքականությունը ուզում են վարկաբեկել, ասում են, այ տեսակ իրանք մոռանում են, ինչ է կատարվում, ինչ է անում, օրինակ Ադրբեջանը մեր եկեղեցիների հետ Ղարաբաղում անընդհատ էմոցիաների վրա խաղում են։ Այդա հիբրիդային պատերազմի տարերն են, հասկանում եք, չէ՞։ Այն մարդիկ պետք է հասկանան, որ այո, դրա մեջ էլ կա ինչ որ բան կարելի է քննարկել, բայց էմոցիոնալ կոնտեքստով օգտագործելը դա էլ հիբրիդային պատերազմի տարերն են։ Բայց սրանք ինչ նպատակով են արվում, հանրությանը ուղղորդելու հստակ ընտրություն կատարելու համար, այսինքն որ ընտրեք այս ուժին, հակառակ դեպքում կլինի։ Օրինակ, իդեպ նման հայտարարություններ ենք լսում նաև որոշ հոգևորականներից, որոնք հայտարարում են, որ եթե քաղաքացիական պայմանագրին ընտրեք ազգի ամբողջ անեծքը թափվելու է ձեր գլխին, Ռուսաստանի եւ Նախիջևանի թեմի առաջնորդը Եզրաս Ներսիսյանն է նաև նման հայտարարություն արել, նույնա բովանդակ բառացի չեմ հիշում, բայց որ քաղաքացիական պայմանագրին ընտրելը առնվազն մեղք է եւ խոսվում է նաև Ռուսաստանից մայիսի վերջ հունիսի սկիզբ ուխտագնացություն կազմակերպելու մասին եւ անգամ այդ ուխտագնացությունների ներքո են մարդիկ գալու եւ ընտրության մասնակցելու։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք, թե արդյոք նորմալ է, որ որոշ հոգևորականներ այնուամենայնիվ նախընտրական process-ում փորձում են հիբրիդային գործիք դառնալ կամ չդառնալ, դա ավելի լավ կմեկնաբանեք դուք, բայց այնուամենայնիվ նպատակը ո՞րն է։ Վերջնանպատակում ուզում են ունենալ ավելի շատ ձայներ, քվեներ, թե այնուամենայնիվ նաև հանրության գիտակցության վրա ազդել։ Նու նախ ուզում եմ ասել, որ մենք աշխարհիկ երկիր ենք, եկեղեցին անջատված է կառավարությունից, պետությունից։ Ուրեմն եկեղեցին զբաղվում է հոգևոր կյանքով։ Եկեղեցին քաղաքական դաշտում չպետք է լինի։ Այո, եկեղեցականները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, գնում են քվեարկուբեդ ու իրենց կարծիքը քվեարկությունով թող ասեն, բայց իրանք իրավունք չունեն քաղաքական դաշտ։ Այդ ձեր ասած, որ ինչ որ բան ուզում են ուխտագնացությունների մասին հետ կապված ինչ որ բան ուզում են անել քաղաքական պաստառներով, քաղաքական լոզունգներով, դա օրենքի դեմ է, իրանք իրավունք չունեն։ Առանձին դեմքեր, ովքեր հիմա քաղաքականությամբ զբաղվում են, թող եկեղեցական այդ իրանց բանը հանեն, հրաժարվեն եպիսկոպոսի կարգավիճակից, այլ ինչքան ուզում են թող զբաղվեն, մեզ հետ հավասար լինեն։ Ուրեմն ստեղ շատ սկզբունքային հարց է։ Մենք աշխարհիկ երկիր ենք, եկեղեցին օգտագործելը, եկեղեցու հեղինակությունը օգտագործել քաղաքական հարցեր լուծելը դա ուղղակի անթույլատրելի է ու եթե գնան դրան դա նշանակում է այս հիբրիդային քայլ, հիբրիդային վտանգ մեր պետության համար։ Հիմա մարդիկ քաղաքականությամբ ուզում են զբաղվել եկեղեցական հագուստով, դա սադրանք է, դա ուրիշ բառ ես չունեմ ասելու։ Նորից կրկնում թող դուրս գան այս կարգավիճակից եկեղեցական ու մեզ հետ հավասար քաղաքացի են Հայաստանում, ես հարգում եմ տարբեր կարծիքներ։ Ուրեմն այս ձեր օրինակը, եթե այդ քայլի գնան, կասկածում եմ, որ կգնան, ինչ որ մարդիկ, եթե գնան, դա նշանակում է, որ սադրանք։
Պարոն Ստեփանյան, շատ է խոսվել այն մասին, որ այս ընտրություններում երկընտրանքը խաղաղության ու պատերազմի միջև է։ Դուք ինչ եք կարծում, դա այդքան միանշանակ է, թե այստեղ ոչ միայն պատերազմի եւ խաղաղության հարցն է։ Ըստ ձեզ, ինչ երկընտրանք է լինելու այս ընտրություններում։ Նկատի ունեմ ինչի եւ ինչի միջև պիտի ընտրենք։ Նայեք, քաղաքպայմանագիրը, քաղաքպայմանագրի գլխավոր դեմքերը, նաեւ այդ վարչապետը հատուկ սրում են։ Իրանք ասում են, կան մեզ եք ընտրում դեպի խաղաղություն process-ը կշարունակվի, եթե մյուսներին շատ վատ կլինի նույնիսկ պատերազմ։ Դա կոչվում է քաղաքտեխնոլոգիա, քաղաքական տեխնոլոգիաներ։ Ընտրությունների ժամանակ շատ ընդունված է սրել, որ մարդիկ հենց հասկանան, այո։ Բայց Կարապետյանների ուժը իրենց աջակիցները օրերս ուղիղ տեքստով հայտարարում էին, որ այո, իրենք վերադարձնելու են Ղարաբաղը, այն էլ պատերազմի ճանապարհով։ Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այդ, ես կասեի այդպես, քաղաքական քայլը, սրում է, որ մարդիկ հասկանան ընտրություն կատարելու։ Բայց եթե նույնիսկ հիմա հեռանանք այս process-ից, ներքաղաքական պետք է ասեմ, որ այն ինչ ուզում են այն երեք իմ նշած պրոռուսական ուժերը, իրանք ուզում են վերադարձնեն Արցախի հարցը նորից հայ-ադրբեջանական օրակարգ, դա ավտոմատ կնշանակի սրում, նվազագույնը սրում հարաբերությունների։ Ոչ մի կոնտակտ, նորից Հայաստանը կընկնի Ռուսաստանի տակ, քանի որ դիմադրել Թուրքիային, Ադրբեջանին նորից սրել հարաբերությունները, ոչ ռեսուրս կա, ոչ մարդկային ռեսուրս կա, ոչ մի պարզա ինչ որ մեկի փեշից պետք է կախված լինի, իրանք նկատի ունեն Ռուսաստանի փեշից։ Ռուսաստանի քաղաքականությունը դուք ինձանից լավ գիտեք, Ռուսաստանը ասում է, որ ես ձեզ չեմ ճանաչում որպես պետություն, մեր սահմանները այդպես էլ չճանաչեցին, դուք գիտեք։ Այն 200 քառակուսի կիլոմետր, որը վերահսկում է հիմա Ադրբեջանը, մեր տարածքից իրենք ասում են մենք չենք տեսնում, որ մտան դեր տարածք, ուրեմն այն երկիրը, որը մեզ չի ճանաչում որպես ռեալ անկախ պետություն, այդ երկիրը նորից կսկսի մանիպուլյացնել մեզ ու Ադրբեջանին։ Ուրեմն հավանականությունը պատերազմական գործողությունների կմեծանա։ Նույնիսկ եթե հիմա պատերազմի մասին չենք խոսում, քանի որ այլ խաղացողներ մտան տարածաշրջան, Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, պես հեշտ չի լինի Ադրբեջանին ինչ ուզենա անի, բայց մարդիկ պետք է հասկանան, Ղարաբաղի հարցի վերադարձը օրակարգ ավտոմատ կբերի լարվածությանը Ադրբեջանի հետ շատ լուրջ։ Եվ Ռուսաստանի փեշից կախվելը արդյոք մեզ լավ տեղ է տանում, ձեր բառերով եմ ասում փեշից կախվել, քանի որ այս ուժերը, այսպես ասած, խոստանում են ուժեղ խաղաղություն, ուժեղ տնտեսություն, նաև ազգային արժեքների կամ, չգիտեմ, պահպանություն, ինչ եք կարծում, ճիշտ ճանապարհ է այդ իմաստով Ռուսաստանի փեշից կախվելը, ուր կարող է դա մեզ տանել։ Ես շատ զարմացած եմ, որ այս խոստումները, որ տալիս են, քիչ խոստումներ են տալիս, մի ուժ ասեց 300,000 աշխատատեղ։ Ես օրինակ, եթե ես մտածեի այդպես ու գնայի այս ճանապարհով, կասեի, ասենք 15 միլիոն աշխատատեղ ենք բացում։ Հասկանում եք։ Լեզուն ոսկոր չունի, ինչ ուզում ես կարող ես ասել։ Հիմա ասում են, «Էս կբացենք, այն կբացենք», ո՞նց եք բացելու։ Ոնց եք բացելու, եթե դուք պլանավորում եք վերադառնալ հապկ աշխատելու, եթե դուք ամեն ինչ կապում եք ԵԱՏՄ-ի հետ ու չեք ուզում փոխվել։ Ոնց եք դուք ստեղապավելու խաղաղություն այդ դեպքում, եթե Ղարաբաղի հարցը բերում եք, ոնց է զարգանալու։ Դուք հասկանում եք։ Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ կկառուցեն։ Նու այդ խոստում են տալիս, քանի որ իրանք այդ կամել բան չեն, խելք ունեն, հասկանում են, որ պրոռուսական քարոզչությունով չես կարող մեր հասարակությունը խաբել։ Դա է պատճառը, որ առանձին դեպքերում ես լսում եմ, հա, Վաշինգտոնի հետ էլ կաշխատենք, ինչ եղավ, ոչ մի Վաշինգտոնի հետ չեն աշխատի, Թրիփի իրանք կտրականապես դեմ է ու հասարակությունը պետք է դա իմանա։ Ես հիմա խոսում եմ որպես փորձագետ։ Ես որպես փորձագետ ասում եմ, Արցախի հարցը վերադարձ օրակարգ ավտոմատ նշանակում Ադրբեջանը եւ Թուրքիան նորից կկանգնացնեն գոնե այն փոքր քայլերը, որոնք վերջին 1 տարի արվում են, այդքան էլ փոքր չեն, բայց արվում են, ավտոմատ եթե հետագարկրություն Թուրքիան, Ադրբեջանը չունենա, ավտոմատ Միացյալ Նահանգների հետագարկրությունը անկում կապրի, ավտոմատ, քանի որ Միացյալ Նահանգները մեզ շատ հարգում սիրում են, բայց իրենք հասկանում են, առանց Թուրքիայի, Ադրբեջանի ապա շրջապակում չի կարող լինել։ Ուրեմն իրենք
թեզեր բերում են, որոնք ավտոմատ կփակեն նաև թեզը համագործակցություն տրիպի շրջանակներում, կփակվի այդ ծրագիրը։ Եվ երկընտրանքը հստակ պատերազմի կամ խաղաղության միջև է, պարոն Գրիգորյան, թե ավելի հեռուն է գնում այդ հարցից պատասխանատու ստացա, այսինքն այստեղ պետություն կամ գուբերնիա լինելու հարցն է, թե օրինակ խաղաղության եւ պատերազմի հարցն է։ Նու ես կասեի այնուամենայնիվ գուբերնիանացում այս վտանգը պատերազմը նույնիսկ գիտեք կարելի է փորձել խուսափել նույնիսկ սրում կլինի Ադրբեջանի հետ, եթե իրանք ընտրվեն, միանշանակ սրում կլինի հարաբերությունների Ադրբեջանի հետ, բայց դա իմ կարծիքով չի նշանակում ավտոմատ վաղը պատերազմ, բայց մի բան միան 100%-ով նշանակում է այդ ուժերը, քանի որ աշխարհը տեսնում են մենակ Ռուսաստանի տեսանկյունից, Ռուսաստանի համագործակցության տեսանկյունից, ավտոմատ դա նշանակում է, որ այո, գուբերնիայի դառնալու վտանգը մեծ կլինի։ Եվ պարոն Գրիգորյան, քանի որ շատ է խոսվում այսպես ուժեղ խաղաղության, ուժեղ տնտեսության, ուժեղ երաշխավորի մասին, եկեք խոսենք նաև թե ինչ վիճակում է այսօր Ռուսաստանը, արդյոք այդ ուժեղն է, որի վրա կարելի է ապավինել կամ որի փեշից, ինչպես դուք ասացիք, կարելի է կախվել։ Ես դες ասեմ, Ռուսաստանը իրոք ծանր վիճակում է, չի կարող հաղթել Ուկրաինային, մինչդեռ ռազմական տեսանկյունից Ռուսաստանի հզորությունը, ասենք այսօր էլ մի 5 թե 10 անգամ ավելի ուժեղ է, բայց տեսեք, Ուկրաինան ճկուն ավելի քականություն է վարում, նաև ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելով նաև բանակում, նաև մարտի դաշտում, տեսակ ոնց է պայքարում, ուրեմն Ռուսաստանի վրա դնել հույսեր անիմաստ է, բայց ստեղ ուրիշ խնդիր կա։ Ի վերջո դու կարող ես ասել, դա ինչու՞ սա պետք Ռուսաստանին Հայաստան, այս փոքր։ Ռուսաստանին շատ պետք են տարածքներ, որ այդ տարածքների միջոցով իր հարցերը լուծի։ Օրինակ, մի հարց շատ կարևոր Ռուսաստանը ժամանակավորապես լուծեց։ Ինքը հանձնեց Իրանի շահերը, չաջակցեց, որ պատերազմը սկսվեց Իրանին, մակում քվեարկեց դեմ Իրանի, ինչի դիմաց։ Հիշում եք Տրամպը հանեց մեկ ամսով սանկցիաները իրանց նավթի վրա։ Դες Ռուսաստանը շնչել կարողացավ անցած ամիս։ Ասենք ստացավ եկամուտ 2 անգամ ավելի մեծ, քան թե պետք է ստանար։ Տեսեք ոնց հանձնեց, բայց Հայաստանի դեպքում իրենք հանձնում է տարածքներով։ Ասենք Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, Թուրքիային շատ հարցեր լուծեց, այդ հիմա շատերը մոռացան Թուրքիայի հետ կապված, Թուրքիայի ՆԱՏՕ-ի հետ կապված անվտանգության, թուրքերը տվեցին անվտանգության համակարգի մի մասը ՆԱՏՕ-ի Ռուսաստանի ձեռքը, Ռուսաստանը դրա համար էլ ինչ ուզում ասում է ՆԱՏՕ-ի դեմ, հասկանում եք, գինը Ղարաբաղի Թուրքիան է տվել, ոչ թե Ադրբեջանը, չէ՞։ Հիմա Ռուսաստանին օրինակ պետք է Սյունիքը մեկին վրա ծախեն, որ ինչ որ հարցեր լուծեն։ Ով դա չի հասկանում, չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Էսա իմ ասածը։ Իմ ասածը այսօր, որ եկած ես, այ մտքերով կիսվեցի, գլխավորը նա է։ Ով չի հասկանում այս ձևի բաներ, ով չի ընկալում դա, միտումնավոր չի, պետք է դուրս գա քաղաքական դաշտ։ Եվ այս ընտրությունների գինը մեր համար ինչ։ Դա է, եթե չընտրվի, բայց իմ կարծիքով ռեյտինգը Նիկոլ Փաշինյանի բարձր է, իմ կարծիքով հաղթող դուրս կգան, իմ կարծիքով որպես փորձագետ, բայց եթե այլ զարգացում լինի, գինը կլինի նա, որ մենք անկախությունը կկորցնենք։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, կհանդիպենք։